Պարոն Փայլյան, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ նախկինում ևս փորձեր եղել են հարաբերությունների նորմալացման, գրեթե միշտ դրանք ձախողվել են։ Հիմա մենք տեսնում ենք որոշակիորեն կա առաջընթաց։ Ինչ եք կարծում, կարող եք ժամկետներ նշել, երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը եւ ինչ կասեք, հիմա ինչ վիճակում են այդ աշխատանքները։ Հիմա Թուրքիա-Հայաստան նորմալիզացիա process-ը առաջ կշարժի, բայց գամած կգանենք դժբախտաբար։ Ուրիշ դժբախտություն անե, որ Հայաստան եւ Ադրբեջանը հիմա հաղորդյան process-ը գա, բայց անալ գամած առաջ շարժի։ Բայց 100 տարվան, 150 տարվան խնդիրը մեկ օրի մեջ չես կնալ լուզել։ Բայց լավ բան է ասա, որ Թուրքիան հիմա գուզե լավ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ եւ գուզե սահմանը փանալ։ Մեկ հատ արգելք կա Հայաստան, Ադրբեջան այս հաղորդումը գազբերումն է։ Եթե անիկա գազբերգ գարզեմ այս սահմանն ալ պիտի բացվի։ Գարզեմ գար ժամանակի մեջ ալ այս սահմանը պիտի բացվի եւ նախ եւ առաջ Գյումրի եւ Քարսը հիմա քույր քաղաքներն է եւ մոդիկ են, մշակույթն մոդիկ է։ Գարզեմ մարդիկ եթե իրարու ջանչնա ասոր համարալ իրարու ջանչնալը համարալ սահմանը բացումը եւ մարդկային իրավունքները ավելցնելը շատ կարեւոր է։ Հիմա ասիկա բագաս լոլով գնանք տեսնել որ հիմա երկու process-ներ իրար հետ գահված է Թուրքիա-Հայաստան հարաբերությունները եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները իրար գահված է։ Ասիկա բագասի պես գնանք տեսնել բայց արևելն ալ գնալ երկու հաղորդյան process-ները եւ նորմալիզացիա process-ները միասին առաջ կնաշարժել եւ երկու խնդիրը միասնապար գնանք լուծել։ Կարծեմ կարճ ժամանակի մեջ հոնդեգ բդվանք, որովհետեւ Ադրբեջանը մտահոգ է, եթե Թուրքիա եւ Հայաստանը եթե թուրքանա, Ադրբեջանը կարծե որ Հայաստանը անգամ կարևորություն չի պիտի տա որպեսի Ադրբեջանը հաղորդուն կազմակերպել։ Ասոր համար ջնշե Թուրքիան որպեսի սպասե որ մինչև Ադրբեջանը եւ Հայաստանը այս հաղորդյան պայմանը կրստորակրեն։ Ես հենց սկզբում նշեցի, որ մի քանի անգամ մենք ունեցել ենք ձախողված փորձեր Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հետ կապված։ Հիմա առաջընթաց տեսնում եք այդ հարաբերությունների մեջ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, ինչպես եք պատկերացնում այդ սահմանի բացումը, այդ առաջընթացը դուք տեսնում եք, դուք նշում եք, որ տեսնում եք։ Հիմա այս սահմանը արդեն 110 տարի վեր կոց է եւ հիմա ժողովուրդները իրոք չեն ճանչնար եւ նահաբաշորումներ կար եւ մենք մեծ ահետներ ապրեցանք 110 տարի վեր մեծ ահետներ ապրեցանք բայց հիմա Թուրքիան գոմից է որպեսի լավ հարաբերություն ունենալ Հայաստանի հետ եւ հիմա Թուրքիան ալ շահպիտ ունենա Հայաստանն ալ շահպիտ ունենա որպեսի այս սահմանը Հայաստանի համար բադուհանն է եւ այս սահմանը բացումը Հայաստանի համար պետքությունն է երկրորդ ասիկա Թուրքիան ալ պետքություն է ինչու Թուրքիան այս սահմանը բացումը Թուրքիայի համար ալ արամիդիալ գոմին բադուհանը պիտի լա եւ բոլոր երկրները լավ հարաբերությունները բադուհանը պիտի լա հիմա երկու գոմն ալ շահ ունի եւ Թուրքիան արամիդիալ երկրի գոմը աղքատ մնաց Գյումրին ալ դժբախտաբար անդեսակ ճադարակերն ունի այս ճադարակերը փոխելու համար պետք է նորեն այս հարաբերությունները պետք է նորմալացնենք պետք է երկու քույր քաղաքները Գյումրին եւ Քարսը եւ մյուս քաղաքները այս հարաբերությունները ավելցնեն եւ երկու կողմնալ հարստանա եւ այսպես հարաբերություններով գարձեմ նահաբաշարումները պիտի վերջանա Դուք ասում եք հիմա երկու կողմի համար էլ ձեռնտու է սահմանի բացումը իսկ նախորդ փորձերի ժամանակ երբ փորձում էին կարգավորել այդ հարաբերությունները արդյոք էլի այս նույն պայմանները չէին էլի ձեռնտու չէր սահմանը հիմա դարբեր է որովհետեւ հիմա Թուրքիան հասկացավ որ գրիվով հիմա խոս աստեցություն չես ունենալ եթե այս գրիվով Ռուսաստանը շատ ավելի աստեցություն ունեցավ գողգեսի մեջ հիմա Թուրքիան հասկացավ որ պետք է մեծ եղբայր ուղղելով այս երկու բզդիկ երկրներն Ադրբեջան, Հայաստան եւ մյուս երկրներն հետ շատ ավելի աստեցություն գնա ունենալ հիմա այս լավ հարաբերությունների համար գազամ Թուրքիան շատ ավելի պատրաստ է բայց հիմա նորեն գտեսեմ նահաբաշարումներ կա Ադրբեջանի խնդիրը
Եթե երկու process-ները միասնաբար առաջ կշարժե, կարճ ժամանակի մեջ ասի գալա։ Եվ երկրորդ, հիմա Ամերիկա հոս նատուրումներ գնա, գուցե ճամփաները բացվի, Երևան միությունը գուցե աս ճամփաները բացվի, եւ երկրորդ, էներգիան պետք է Միջին Ասիայի էներգիան պետք է Հայաստանն վրա Երևան միություն կանցնի։ Ասալ գարձամ կատալիստը բես բամը բիդելլա որպես աս process-ները առաջ շարժելու համար ասում եմ ճամփաներն բացում ու էներգիա պատմությունը մյուս պատմությունները դնդեսական պատմությունները շատ կարևոր բիդելլա որպես աս պոլիտիկ պատմությունները առաջ շարժելու համար։ Թուրքիայում մարդիկ ինչ մտավախություններ ունեն։ Այստեղ Հայաստանում հատկապես Շիրակի սահմանամերձ գյուղերում Թուրքիայի հետ սահմանակից մարդիկ մտավախություններ ունեն, հայտնում են հաճախ իրենց մտավախությունները։ Թուրքիա ժողովուրդը վախոտ չունի։ Թուրքական կողմը պատրաստ է։ Ոչ, անշուշտ շատ Հայաստանը շատ ավելի պատրաստ է Թուրքիայի կողմից, բայց քաղաքական գործիչները պատրաստ չէ։ Էրդողանը գսպասե որպեսի Ադրբեջանան լուրմը որպեսի հիմա ժամանակն է որպեսի աստուրը բացվի եւ երկրորդ Թրամփեն գսպասե որպեսի Թրամփը խնդրե Էրդողանին որպեսի աս սահմանը բացվի։ Թուրքիայի ժողովուրդը պատրաստ է, որովհետեւ Թուրքիան ինքնավստահություն ունի Թուրքիայի ժողովուրդը եւ շատ լավ գիտե այս արամդյալ գոմին Թուրքիա արամդյալ գոմին ճադարակրի պիտի փոխվի եւ Հայաստանին Գյումրին ճադարակրի պիտի փոխվի ով չուզեր որ ասահմանը բացվի կարծեմ Ռուսաստանը չպիտի ուզե որովհետեւ եթե ասահմանը բացվի ճշտամությունը ադալությունը պիտի քչանա եւ այսպես կարծեմ մենք հայրովոր դարներ միաստապար ապրեցանք նորեն այս հարաբերությունները լավացնելու կարծեմ ժամանակն է հիմա ասիկա պիտի քչացնեն հավաշուրումները կարծեմ Գոհ եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից եւ թուրքերը ինչ կարծիքի են հիմա գոհեն իրենից Նիկոլ Փաշինյանը վարշավետը լալով Հայաստանը ժողովուրդը ընդրեց անորոմար ինձ համար ով որ վարշավետը որպես ընդրված վարշավետ մնե ես պատրաստ եմ աշխատել միասնապար ես Էրդողանի հետ ընտրներ ունիմ բայց պետք է հարգեմ որովհետեւ Թուրքիա ժողովուրդը ընդրեց Էրդողանը եւ Հայաստանի ժողովուրդը ընդրեց Նիկոլ Փաշինյանը ասում եմ այս բոլոր քաղաքական գործիչները աշխատին եւ Հայաստանը ժողովրդավար երկիր մնե այս ժողովրդավարությունը Հայաստան ամենամեծ ուժն է ասում եմ հոս ընդդիմությունն ագա եւ կառավարությունն ալգա ասում եմ բոլորն հետ պետք է աշխատենք ամենակարևոր բանը անե որ ինչը հայանը բաց ճամփան անիկա պետք է խորինք մենք զգացմունքային միտք ունենք դժբախտությունը անե որ անորոմար այս այետները գտնվի հիմա պետք է մենք ստրատեգիկ միտք մնալ ունենանք եւ ռեալիստ միտք մնալ ունենանք հիմա աշխարհագարքը հիմա փոխվեցավ հիմա մարդկային իրավունքները շատ ավելի քիչ կարեւոր է ասոր համար ուժը հիմա իրավունք կհանե ուժերնալ համարալ պետքություն մտա անշուշտ թրացիներ ունենք այս թրացիները դժվար թրացիներն են Ռուսաստաննալ Իրաննալ Ադրբեջաննալ Թուրքիանալ դժվար թրացիներ են բայց պետք է բոլոր թրացիները լավ հարաբերություններ պահանջենք ասիկա պիտի գարձեմ Հայաստանի համար հայանված ճամփան ասիկա է գոհ եք Փաշինյանից Թուրքիայում իրենից գոհ եք ասիկա ես Հայաստանի քաղաքացի չեմ հիմա ասիկա Ադրբեջանը չեմ գնալ ես բոլոր քաղաքական գործիչները աշխատիմ բոլոր կառավարությունները աշխատին պետք է աշխատին անշուշտ ես հիմա Թուրքիայի մեջ ընդդիմության պատգամավորների բայց Թուրքիա Հայաստան հարաբերությունների համար պետք է որ Էրդողանի կառավարությունը աշխատին հոսալ լավ հարաբերություններ կազմակերպելու համար պետք է Հայաստանի կառավարությունը հետ աշխատին ընդդիմության հետ հոսիմ եւ գարձեմ ասիկա մինակ ճամփի օրիշ ճամփի չկա